Ես ավելացնեմ այն, որ ես 2019 թվականից իր պատճառով ես մնացի անզուրկ մանկավարժ, քանի որ ինձ կանչեցին դասի ժամին, երբ որ ինքը ընդունվեց, ինձ կանչեցին, ես ունեի ընդամենը 30 ժամ, դասավանդում էի ռուսերեն եւ ֆրանսերեն, եւ ինձ հանգարցակի կանչում են դասի ժամին եւ ասում են Կարպիսովնա պետք է ներկայանաս տնօրենի մոտ քննության, անսպասելի ձևով։ Խնդիր չկա, ես մոտիկանում եմ, քննություն էլ հանձնեցիք բան, բայց ինձ սենց արեցին, կներեք, но мы не можем вас, вы хороший педагог, но увы։ Ընդունեցին ջայլ աղջիկ, Իջևանը գրած, դիզայն կուլտուրա ավարտած ֆակուլտետը եւ այնտեղ անգամ город Իջևան, по-русски написано с маленькой буквы։ Էլ ոչինչ չեմ ասում։ Այդքանը, որ այսօր ես իր պատճառով չեմ կարողանում էլ ոչ մի դպրոց մտնեմ, քանի որ կա շարքը չվերացավ, դուրս գալուց ժողովուրդ ջան անմիջապես ասել եմ ոչինչ չփոխվեց, երբ որ բոլոր մեր օտարլեզվի ֆակուլտետը ինձ սպասում էր եւ ասեցի ոչինչ չի փոխվել, երբ որ ինձ կանչեցին հաջորդ դպրոցները եւ ասեցին $2500 կտաս, մինչեւ $5000, խնդրեմ։ Կնստես ու շուշուի կամ տնօրեն, քանի որ ունեի եւ տնօրենության հավաստագիր։ Այսքանը կարամ ասեմ, որ սարսափելի է, ես բան չեմ ասում։